Եթերում տեսլականն է, բարև ձեզ։ Թուրքիան այրվում է։ Թուրքիան հայտնվել է հրդեհների դժոխքում։ Թուրքիայի մոլեգնող հրդեհների դեմ պայքարում են ամեն ձևով, բայց կատաղի եւ տարածվող կրակի լեզուն չեն կարողանում սանձել։ Ինչու են հազարավոր մարդիկ խոսում ոչ միայն հրդեհների, այլև Աստծո դատաստանի մասին։ Արդյոք սա պարզապես պատահականություն է, թե նշան, որի մասին դեռ երկար են խոսելու մարդիկ։ Եթերում տեսլականն է, հյուրս հայագետ, լեզվաբան, արևելագետ հրապարակախոս Լիա Ավետիսյանն է։ Մնացեք մեզ հետ, օրը հիշարժան։ Չեմ ուրախանում իհարկե, որովհետև հրդեհվում են պատմական Հայաստանի տարածքները։ Վրակի օջախները հսկայական են, եւ կադրերը նայում ենք, պարզապես սարսափելի է հրդեհը։ Սենսացիա, ուզում ստացեք կրակ, տեսեք ոնց է վառվում։ Մեր կնդիրները հիմա պինդ նստեն, աթոռներին, որ չընկնեն։ Պետք է կրակեն, չէ։ Վերջը կրակեցին, չէ, հենց Թուրքիայում կրակեցին փաստորեն։ Այդ կրակը որտեղից դուրս եկավ։ Ախր մարդիկ երբ որ բան են անում, պետք է իմանան, որ սիմվոլիկ պատասխանը միշտ լինում է։ Դուրսն է լուծվում, որովհետև հարցը դրսում է լուծվում։ Իհարկե։ Բարև ձեզ, Տիկին Ավետիսյան։ Բարև ձեզ, ուրբաթ է վերջապես։ Այո, եւ մենք սիրով հանդիպել ենք, խոսելու ենք շատ կարևոր թեմաների մասին, շաբաթվա կարևոր իրադարձություն։ Թուրքիան հայտնվել է հրդեհների դժոխքում։ Սա ինչ հրդեհներ է եւ ինչի մասին է պատմում սա առհասարակ։ Գիտես ոնց հուլիսի 7-ին 8-ին երբ որ Թուրքիայում ՆԱՏՕ-ի համաժողովն էր, ավարտին Էրդողանը բոլոր մասնակիցներին նվիրեց փամփուշտներով ատրճանակներ։ Պետք է կրակեն, չէ։ Վերջը կրակեցին, չէ, հենց Թուրքիայում կրակեցին փաստորեն։ Այդ կրակը որտեղից դուրս եկավ։ Ախր մարդիկ երբ որ բան են անում, պետք է իմանան, որ սիմվոլիկ պատասխանը միշտ լինում է։ Այդպես չի, որ դու ատրճանակներ կրակող ատրճանակ բաժանեցիր ու քո երկրում կրակ չընկավ։ Չեմ ուրախանում իհարկե, որովհետև հրդեհվում են պատմական Հայաստանի տարածքները։ Եվ այսօր գիտես շատ դժվար է հասկանալ, թե այս տարածքի իսկական անունը ինչ է։ Ջնջված է։ Այդ մեր սիրելի ին արհեստական բանականությունը ջնջել է հին անունները։ Արդեն չես կարող հասկանալ ինչն է։ Օրինակ Իգդիրը ինչ որ անճորնի անուն ունի։ Մուկալա, մոլադա, ինչ է։ Ձևափոխված անունները։ Այո, թրքացված անունները։ Փառք Տիրոջ, մենք ունենք մի հրաշալի աշխարհագրության մասնագետ Գրիգոր Բեգլարյան, որը Արևմտյան Հայաստանի քարտեզն է ստեղծել։ Հին անուն, նոր անուն։ Ու դրա շնորհիվ հիշում ենք։ Ես օրինակ բանը միշտ բացում եմ այդ քարտեզի գիրքը եւ ստուգում եմ դրանով։ Բայց այդպես չի կարելի, չէ, այ Վիկիվրալիա, այսքան սուտ խոսել կարելի է, դու մի հատ ճիշտը ինչի չես գրում, որովհետև հայկական տարածքեր եւ անունը այսպես էր։ Ինչևից է։ Ջնջում են հայի հետքը ամեն ձևով։ Հիմա ավելի հեշտ է ջնջելը։ Այո։ Շատ հեշտ է հիմա ջնջելը։ Ու դա վտանգավոր է։ Երբ որ գազան էին ռմբակոծում եւ մարդկանց սովի էին մատնել Գազայում։ Անկեր Տրամպը ինչ ասեց։ Ասեց մենք ստեղ բանը կուրորտ ենք սարքելու, հանգստավայր ենք սարքելու։ Չեք, Գազան տեղացիներից ազատելու է կուրորտ է սարքելու։ Ես այս հրդեհներին անկեղծ ասած չեմ վստահում իրանց բնական լինելուն։ Ես կարծում եմ, որ սա հերթական ռիելտորների ծրագիր է, որ ուզում են այդտեղ վառեն, հետո սարքեն թազա կուրորտներ։ Բայց այդ շրջանը հիմնականում զբոսաշրջային տարածքներ են հիմնականում։ Անտալյան է, հարակից տարածքներն են։ Վառվում են անտառները։ Այո։
բնակավայրերը չեն վարվում։ Հիմա սրանք ուզում են իրանք էլ բնակավայր դնեն։ Անտառները վառվեցին շատ լավ, ուրեմն տեղում այդ Սոչիների տեղը մենք դա շենքեր կկառուցենք ու հարիվ տուրիստներին կբերենք։ Միտում նա որ արված է տեղական իշխանությունների կողմից թե դրսից։ Ես չեմ կարծում, որ տեղական իշխանությունը որևէ բան որոշում է։ Ինքը կարող է ասել, այո, եթե ձեռի մեջ բան ընկավ, կամ ոչ, եթե չընկավ, քիչ ընկավ։ Կրակը այնքան ուժեղ է, որ աճ ու ձախ այրում է, լափում է եւ հրդեհաշիջման աշխատանքները շատ դժվար է, անգամ փրկարարներն են այրվում տարբեր տեսակի վնասվածքներով, կրակը շատ հաճախ ուղղությունը փոխում է։ Գիտես, քամին շատ ուժեղ է։ Այո։ Այդտեղ հարևանները երկրում են իմ Հանգստանում, ասում է րոպեում 50 մետր արագությունը, 60 մետր արագությունը։ Դա խայտարակություն է։ Շատ ուժեղ է քամին, այո։ Օրինակ իրանց հանգիստը հարամ եղավ։ Նույնը տեղ է, ու դա է տարածում կրակը, բայց բնակավայրերը չեն խոցվել, 50-60 տունն անգամ վառվել ընդամենը, այսպիսի մասշտաբի կրակի մեջ, ես դրա բնական էությանը չեմ վստահում։ Կրակի օջախները հսկայական են, երբ կադրերը նայում ենք, պարզապես սարսափելի է հրդեհը, սարսափելի։ Նկարելու ձևերը դու էլ գիտես շատ լավ, այնց կնկարեն, որ Միայն թուրքական լրատվամիջոցները չէ, ամերիկյան լրատվամիջոցների արձագանքը, արաբական երկրների լրատվամիջոցների աշխարհը փչացել է, բոլորը սենսացիա են ուզում։ Սենսացիա եք ուզում, ստացեք կրակ, տեսեք ոնց է վառվում։ Տիկին Ավետիսյան, միշտ խոսել ենք մենք հայերի թշնամիների մասին, թե ինչպիսի զեղծարարություններ են անում, թե ինչպես է թշնամին հայ արյունը թափում, ու նաև դուք շատ հաճախ եք խոսում հոգևոր դատաստանի մասին, հոգևոր պատիժների մասին։ Սա կարելի է ենթադրել, որ հոգևոր պատիժ է Թուրքիայի գլխին։ Չէ։ Բոլորովին, դա պատիժ չկա։ Սա խաղ է։ Բայց այդտեղ գիտես իգդիրում ինչ կա, հետաքրքիր էր։ Ուրեմն իրանք ցեղասպանության հուշարձան ունեն։ Մեծ հուշարձան է ցեղասպանության։ Ովքեր է զոհերը ցեղասպանության։ Թուրքերը։ Ովքեր են սպանել իրաց հայերը։ Այդպիսի հուշարձան են կառուցել այդ սրիկաները։ Իգդիրում, որտեղ հայերին ջնջել են։ Այսպիսի երեք սյունա վերևը բանը միանում են իրար ու բանը ցեղասպանության հուշարձան հանուն հոր եւ որդու եւ հոգուցրվո թուրքեր բա գիտես երբ որ մարդիկ ստախոս են իրանք ամեն ստի պատրաստ են ամեն հարցում Տիկին Ավետիսյան ասում են Աստված երբեմն խոսում է ոչ միայն խոսքով, այլ նաև իրադարձություններով, որպեսզի մարդը սթափվի։ Այս ամենից հետո թուրքը կսթափվի, թե ոչ։ Չէ, թուրքի սարկածներ, կարող է ջուդի սարկածնա, բայց սա Սարքովի է։ Սա Սարքովի է, չհավատաս։ Հետաքրքիր բաներ են կատարվում, օրինակ Ֆրանսիայում որոշել են, որ բյուրոկրատներին, ծառայողներին, հիմնարկներին պետք է պարբերաբար ստուգեն նարկոտիկ օգտագործելու հարցի վրա։ Ուրեմն իրանց նախագահ նարկոշը ուրեմն ինչքան է սա տարածված, որ արդեն ստորին էշելոններ են ստուգելու։ Ուզբեկիստանում այս ծառայողներին, պետական ծառայողներին պարբերաբար տանում են բանտերը, որ իրանք տեսնեն բանտարկյալի վիճակը ինչ է, ու բանտարկյալները պատմեն, ով ինչի համար է նստած, որ իրանք հեռանկարը իմանան, եթե սխալ իրանց պահեն, ինչ է իրանց սպասում։ Ադրբեջանում տղամարդկանց թույլ են տվել գնալ դեկրետ։ Եղբայրական Ադրբեջանը, մուսուլման աշխարհ, տղամարդիկ դեկրետ են գնում։ Այսինքն երեխա պահելու արձակուրդը տալիս են տղամարդկանց։ Եթե չեմ սխալվում, Հայաստանում նույնպես կա նման օրենքի կետ։
Լուրջ ես ասում։ Եթե չեմ սխալվում։ Հավանաբար իմ աչքով էլ եմ գետ։ Տեր Աստված։ Բայց ոչ չեմ նկատել։ Կարելի ավելի հստակ պատկերը կարողացնել։ Դե հիմա եթե լեսբի նախարար կա, դա էլ կլինի։ Ամեն ինչ հնարավոր է։ Խառնարկությունը, այլասերվածությունը կարծես թե աշխարհը վերցել է իր ձեռքը եւ պտտում է։ Այս ամենի վերջը տեսնում եք։ Վերջը գիտես որն է, երբ որ փողը ուժից զրկվի, երբ որ փողը մեջտեղից դուրս գա, ես բոլորը դուրս կգա։ Հիմա օրինակ դու նկատել ես երևի Facebook-ում մի հատ մոցիկուլի ծրագիր է հայտնվել, ծանոթացնելու անծանոթ մարդկանց։ Բանը խոսեք առցանց անծանոթի հետ, գտեք ձեր երջանկությունը, այդ ի՞նչ բան է։ Այդ երջանկության համար է։ Դու ինչ ես կարծում, ինչի համար է։ Ես կարծում եմ լրտեսության համար է եւ այլասերության համար է։ Որտեղ իրանք դες տվյալներ են հավաքում մարդկանց վրա։ Այդ ի՞նչ բան է, օրինակ Facebook-ը մեր ուշքը գնում է, հա, մեզ երջանկացնելու։ Դա ցանկացած տարիքի մարդկանց։ Բիձեքը այդտեղ ժպտալով նայում են էկրանից, թե արի զանգի։ Նունե արի ինձ սիրե։ Բանը համացանցը իհարկե վտանգավոր բան է տեղով։ Եվ որպես լրտեսության միջոց, եւ որպես քայքայելու միջոց, եւ օրերս կարդացի 2 օր առաջ կորեացի մի հատ գիտնական հարավային Կորեայից ուսումնասիրել է համացանցի ազդեցությունը երեխաների վրա։ Թող մեր ընկերները հիմա պինդ նստեն, հա, աթոռներին, որ չընկնեն։ Իրանք ինքը պնդում է, որ այսօրվա զոմերները, այսինքն այն երեխաները, որոնք հեռախոսի մեջ նստած են, 50-ը չեն բոլորի։ Մահանալու են մինչ այդ, որովհետև եթե տարեցները Ալցգեյմերով սկսում են տառապել եւ դա 5-6 տարի է տևում, երեխեքի մոտ 20 անգամ ավելի արագ է այդ process-ը։ Եվ այդ process-ը ծնվում է հեռախոսի մեջ, որովհետև երեխան ինքը հիշողությունը չի վարժեցնում, ինքը դիմում է Google-ին։ Google-ը իրան հուշում է։ Կարիք չկա, դու հիշես, բառարանը քանդես, Google-ը կասի։ Երեխան պատկերացում չունի բանը աշխարհագրական դիրքի կամ ընդհանրապես տեղանքի մասին, որովհետև հեռախոսը դա փոխարինում է։ Երեխայի աջ եւ ձախ կիսագունդերը ծանոթ չեն։ Մինչդեռ հին դասագրքերով եւ ընդհանրապես նորմալ դասագրքերով դա արվում էր, որովհետև դու թե լուծում էիր խնդիրը, թե նկարում էիր։ Հիմա դες բան չկա։ Եթե մեր մաշտոցը QR կոդով կներես։ Այսինքն սա վտանգավոր վիճակ է մտել մարդկությունը եւ մեր գյոզալ երեխեքը, որ ծնվում են հանճար են, ծնվել, այդ պահին են։ Բայց ծնողը երբ որ ուշադրություն չի դարձնում, ինքն է հեռախոսի մեջ, ինքը թող հասկանա, որ ինքը դահիճն է իր երեխային։ Տատիկները, որ թորնիկներին կողքները նստացնում են, սերիալ են նայում, թող իմանան, որ իրանք դահիճ են, մարդասպան են, երեխա սպանեն, սեփական թորներին։ Էլ չեմ խոսում, բավականին շատ ծնողներ կան, որ առավոտից գիշեր իրենց ընտանիքի մասին պատկերավոր տեսանյութեր են հրապարակում, երեխաներին են նկարում, մեկը լինի հարցնի, ինչ իրավունքով ես անչափահաս երեխային նկարում, ծաղրում, վախացնում ու տարածում, փորձում ես դիտումներ ու լայքեր հավաքել։ Նու ինչ իրավունքով, ծնողի իրավունքով, ինքը երեխայի տերն է, ըստ օրենքի ինքն է երեխայի տերը։ Վաղ ամսուր այդ երեխան մեծանալու է, չափահաս է դառնալու, հարց է տալու,
սիրելի մայրիկ, սիրելի հայրիկ, ինչու եք ինձ այս տարիքից ծանոթացրել մարդկանց։ Ես կարող եմ ուզում եի որ անտես մնալ, կարող եմ ուզում եի ես իմ գիտությամբ զբաղվել, ինչու եք։ Ну, երևի հիշում ես, որ Ստիվ Ջոբսը օրինակ իր երեխաներին 3 երեխա ուներ, չէր տալիս հեռախոս։ Ջորջ Կլունին, որը հայայի միջայլոց։ Ջորջ Կլունիի մորքուրը ուրեմն մի հատ հայկական երգ էր երգում, ես իրան դրա վրա եմ բանը նկատել։ Հետո վերջերս նայեցի, ուրեմն երկու հայ գրել էին մի հատ երգ, որը 20 շաբաթ բանը եղել է առաջնորդը ռեյտինգի Ամերիկայում։ Մի բան չէր այդ երգը, բայց մի հեղինակը Էլվին եւ բուրունդուկները կինոն լավ կինո էր Ամերիկայում։ Հայա չէ ռեժիսորը։ Եվ մյուսը կոմպոզիտորը, իրանք երկուսով այդ երգը երգել էին։ Բանը ստեղծել էին։ Երգել էր այս կինը, Ռոզմարի Կլունին։ Ու պրոդյուսերը նույնպես հայ էր, այսինքն բացառվում է, էլի որ Ռոզմարին հայ չլինի, եթե ինքը նաև հայկական ռեպերտուար ունի։ Առավելիուս։ Տիկին Ավետիսյան, վերադառնանք Հայաստան եւ Հայաստանի շուրջ կատարվող իրադարձություններ։ Ուսումնասիրությունների համաձայն միայն այս տարվա հունիս ամսին Ադրբեջանի պետական լրատվական գործակալությունը 80 հոդված է հրապարակել Հայաստանը կոչելով պատմության մեջ գոյություն չունեցող Ադրբեջան, Արևմտյան Ադրբեջան, զավթողական անվամբ։ Տեսեք, ինչ քարոզչա մեքենա է աշխատում։ Այո, իրանք այդ հարցում շատ լավ են, որտեղ է ջոդների ձեռնա, ու իրանք հրաշալի, նո այն բանն է, այդտեղ երկու աղբեր որ կային, մեկը 10 ղեկավարներ, Ռուսաստանի բանը 10 գործակալությունը, հա, դրա ղեկավարն էր մեկը, մյուսը ԿՎՆ-ի առաջնորդ էր, երկու աղբեր։ Իրանք հիմա Ադրբեջանում են ու մեծ թափով այդ գործը անում են, պրոֆեսիոնալ բարձր մակարդակով։ Ադրբեջանը շատ լավ է այդ գործում, Ադրբեջանը ունի նպատակ, ունի ազգային ծրագիր, իրանց երկրի ղեկավարը ոչ թե ուզում է ուրիշ երկրի տակ պարկի, այլ ուզում է իր երկիրը ընդլայնի, անում են։ Այդ նպատակը ռազմավարական է, Ալիևի իշխանությունը ռազմավարական նպատակ է հետապնդում Հայաստանը ներկայացնելով Արևմտյան Ադրբեջան, թե պարզապես քարոզչություն է վախի համար։ Նու պետք է հաշվի առնենք, որ Ալիևը ինչ էլ անում է Հայաստանի դեմ, ինքը անում է իր հեղինակությունը ամրապնդելու համար իր երկրում։ Իրան չեն սիրում։ Հակահայկական իր ամբողջ քարոզը օգնում է իրան հաստատվել եւ մնալ կայուն։ Ուրիշ ձև չունի ինքը, ավելի հարուստ չի կարող դարձնել Ադրբեջանը, ավելի առաջադեմ գիտության կամ այլ հարցերում չի կարող։ Ինքը պետք է ուղղակի զավթիչի քարոզը բռնի ու գնա առաջ։ Ջանդամ թե բանը տրիպը չի լինելու տրիպը։ Տրիպը չի լինելու ըստ ձեզ, իսկ Ալիևը այդ նախագծին, այդ հիմնադրամին տվել է Զանգեզուրի միջանցք անվանումը։ Հետո դնի, ես էլ իր անունը կդնեմ Մարուսյա, հետո Ալիևի անունը։ Այնինչ Իրան Ամերիկա հակամարտությունը նոր փուլ է թևակողել։ Կարծես թե բանակցությունները գլուխ չեն գալիս։ Իրանը իր պահանջները, իր տեսակետները, Ամերիկան իր։ Հիմա ըստ ձեզ ինչ է սպասվում Իրանին եւ Ամերիկա-Իսրայել այդ կապը ընդդեմ Իրանի։ Ինչ ընթացք է ստանալու եւ ինչ ավարտ եք կանխորոշում։ Ինչ որ միշտ ասել եմ Արեգ ջան, չեն կարող ամերիկացիները հաղթել Իրանին։ Ազգը ոչ միայն էթնիկ հասկացություն է, ոչ միայն նույն դնեթեն ունեն բնակիչները, ազգը հոգևոր կատեգորիա է։ Իրանք իրանց ազգը սիրում են, հարգում են
եւ պատրաստ են պաշտպանել մինչեւ վերջի կաթիլը արյան։ Դա շատ կարեւոր է։ Ամերիկան լինելով արհեստածին երկիր հավաքովի, հա, չի կարող այդ ուժը ունենալ։ Ինչքան էլ ինքը զենք է արտադրում, վաճառում է Եվրոպային, Եվրոպա նվիրում է Կիևին, թոբատ է նվիրում է։ Այդ պարտքով է տալիս, որովհետև վաղը հողերն է վերցնելու ուկրաինական։ Այդքան ֆայմ չունեն, չէ՞ ուկրաինացիները։ Ամերիկան չի կարող հաղթել Իրանին։ Ամերիկան ամեն կորցրած զինվորի դեմ կունենա սարսափելի մեծ ժողովրդական ըմբոստություն։ Իրանք վախում են ըմբոստությունից։ Մոտենում են ընտրությունները սենատի։ Չեն կարող այդպիսի բան անել իրանք։ Եվ կարծես Ու այն գիրշն էլ նստած այդտեղ մի օր ասում է խաղաղություն, մյուս օրը պատերազմ, խաղաղություն, պատերազմ։ Քանի անգամ փոխեց իր կարծիքը։ Իրանը կմնա Իրան։ Իրանի այդ իրանց խորշերը, իրանց լեռնային բանը, տեսակը, հա, երկրի կառուցվածքի, որը ժամանակին պատմական Հայաստանին օգնել է շատ։ Նույնն էլ մերն էր։ Մեզ վաճառեցին, իրանք կարողացան պահպանվել, վերականգնվել։ Նախորդ հաղորդմանը խոսք ենք տվել մեր հետևորդներին, ու խոսելու ենք նաև Trip Plus հիմնադրամի մասին, թե ազգությամբ Սոկոլովը ինչպես նշանակվեց, Տիկին Ավետիսյան։ Եթե կարելի է, ես պատմեմ Սոկոլովները ոնց են առաջացել ընդհանրապես այդ խմբականակը։ Երբ որ 18-րդ դարի սկզբին Գերմանիան մարդահամար իրանց մոտ անցկացրեց, ուզում էին պարզել ով որտեղ քանի հոգի ապրում է, որ հարկեր հավաքեն։ Կար մի ժողովուրդ, որը ապրում էր վաշխառությամբ, բայց հրաժարվում էր մասնակցել։ Գերմանացին ասեց, այդպես է, ես էլ ձեզ կենթանու անուն կտնեմ։ Այդ Շվարցնեգրիվայնի բան այդպես ծնվեց։ Վիրավորական անուններ։ Ռուսները ինչ որ արել են ռուսները, պատճենահանել են գերմանական փորձը, որտեղ իդեալական էր գերմանական փորձը։ Նույնը երբ որ իրանց աշխարհունները հրաժարվեցին, ռուսները ասացին լավ, ես էլ ձեր անունը կդնեմ բան կենթանու անուն։ Վոլկով, Լիսիցին, Մեդվեդև, Սարոկին, Սակալով գնա գալիս եմ, ինչքան կենթանական անուն կար, դրեցին իրանց։ Ուրիշ բան է, որ հետագայում իրանք կարիերա անելու համար, հայտնի բան պոետ դառնալու համար փոխում էին ազգանունները։ Մարդ կա, որ 3-4 անգամ փոխել է ազգանունը։ Բայց օրինակ հետո իրանք ինչ արեցին, իրանց ռուսների սրբազան քրիստոնեական տոները վերցրեցին որպես ազգանուն։ Ռաժդեստվինսկի, Ուսպենսկի, Վասկրիսենսկի եւ այլն։ Վերցրեցին բանը որպեսի արդեն մարդահաշիվ լինեն։ Չուբայսը Անատոլի Բարիսովիչ Չուբայս գնաց երբ որ Իսրայել դառավ Նատան Բարուխովիչ Չուբայս։ Նույնը Ալլա Պուգաչովան։ Ալլա Պուգաչովան էլի տեղափոխվեց Իսրայել։ Դե մեղք մարդիկ են իրանք։ Անհայրենիք մարդիկ շատ մեղք են։ Գիտես որ չի կարելի լինել անհայրենիք։ Այսպես որ գնում գալիս են, իրանց հին քոչվոր նախնիների նման են ապրում։ Եթե չեմ սխալվում, նույն այդ տենդենսը կար խորհրդային միության տարիներին, եթե ուզում եք որ ինչ որ հաջողության հասնել խորհրդային միության մեջ, հայ, վրացի, ադրբեջանցի այդ, չգիտեմ, շնորհալի մարդկանց կանչում էին եւ ասում էին, եթե ուզում եք հաջողության հասնել, պետք է ինչ որ ձևով ռուսական ազգանուններ ունենալ, այդպես է։ Նո, մենակ ռուսական չէր, վրացական էլ։
Օրինակ հորս Թիֆլիսում ասել են պատերազմից եկել էր սպան, մինչև այդ բարձրագույն կրթություն ստացել էր, իրան ասին, а ведь поменяй фамилию на грузинскую, сделаем управляющим банком Батумским. Հերոսն ասեց, поменять, если вы կգնամ Երևան։ Դրա շնորհիվ ես ծնվեցի Երևանում։ Այլապես Թիֆլիսում եք ծնվելու։ Հա, ես դրանց հետ եմ անցել։ Նկատի ունեմ այդ շրջանում խորհրդային միության տարիների շրջանում խորհրդային տարբեր պետություններում այդ դրվածքը կար։ Փորձում էին Միկոյանին ով է ստիպել ազգանունը փոխի, ոչ ոք չի ստիպել։ Իսկ Միկոյանը սովետի Գերագույն խորհրդի նախագահն է շատ երկար ժամանակ եղել։ Կամ բանին Բաբաջանյանին որպեսի մարշալ դառնա ազգանուն փոխել են տվել։ Այդ Ստալինից հետո սկսվեց։ Խրուշչովը հայտարարեց ազգային կադրերի զարգացում։ Մյուս մարշալ Խուդյակովը։ Խուդյակովը ուրիշ էր։ Խուդյակովը այս տղեն վերցրել էր Խուդյակովի փաստաթղթերը։ Մահացած մարդու փաստաթղթերն էր վերցրել։ Օղակի դա ուրիշ է։ Չի, Ստալինի ժամանակ դες բան չի եղել։ Բոլորը իրաց հալալ հայկական ազգանուններով առաջ էին գնում։ Ուրիշ բան, որ Խրուշչովի ժամանակ դեռ Միկոյանը Գերագույն սովետի նախագահ էր, բայց արդեն հաջորդների ժամանակ Միկոյանին ընդհանրապես ջնջեցին պատմությունից։ Կարիբյան ճգնաժամը լուծեց այս մարդը։ Այնպես լուծեց, որ մնաց ընկեր եւ Կենեդի համար եւ Ֆիդելի համար։ Այդպիսի դեպք չի եղել, որ իրանց մոտից մարդ գար ու Միկոյանին մի հատ նվեր չբերեր, կամ սովետից մարդ գնար իրանց մոտ Միկոյանը կոնյակ չուղարկեր։ Իսկ իրան վերցրեցին, ջնջեցին։ Ստեղ երբ որ ուզում էին Միկոյանի արձանը դնեին, մի վայնասուն սկսեցին իրանց պատրաստած կադրերը։ Մի հատ սուտ թուղթ կա սարքած, ուրեմն վերցրել են այստեղ արտագնա բանը նիստ են արել մի քանի պաշտոնյաներ եւ գրել են, որ Հայաստանում հակասովետական տրամադրությունները շատ ուժեղ են եւ պետքա ռեպրեսիաները ուժգնացնել։ Միկոյանի ազգանունն էլ տպել են։ Բայց Միկոյանի ստորագրությունը չկա ազգանվան կողքին։ Բայց այդ թուղթը անընդհատ պտտացնում են քաղկենու աչքի առաջ։ Ու քաղկենին մի հատ չի ասում, բայց այդ մարդու ստորագրությունը չկա, ասենք թե հիշատակել են, կարող է ինձ էլ հիշատակեին։ Նա շատ մեծ մարդ էր, շատ մեծ բան արի մեր երկրի համար։ Երբ որ համատարած սով էր ամեն տեղ, ինքը Հայաստանը պատեց հացի գործարաններով։ Ինքը դպրոցները 20 դարձրեց, Միկոյաններ։ Ռուսները ունեին հրաշալի մի հատ հրապարակախոս Չերնիշևսկի։ Նա ասում էր, որ դուք կարող եք հակում չունենալ ֆիզիկայի կամ մաթեմատիկայի նկատմամբ, կարող եք չսիրել հին հունարենը, բայց պատմությունը սերտել դուք պարտավոր եք, այլապես դուք թերի մարդ եք։ Հիմա դա վերաբերվում է յուրաքանչյուրիս, ճիշտ էր ասում։ Մենք պետք է իմանանք մեր պատմությունը իրապես, ոչ թե քարոզչական մեքենայից օգտվելով, այլ բուն աղբյուրներից։ Մենք ունենք այնպիսի հրաշալի գանձարան, ինչպիսին մեր գրականությունն է, մեր պատմիչները, մեր հեքիաթները, մեր ասույթները։ Դրան վրա կանգնած մենք շատ հպարտ եւ հանգիստ կարող ենք ասել եղել ենք կանք ու կլինենք։ Ու չպետք է վախենա ոչ մեկը մեր վիճակից։ Բայց նորից կներեք, պետք է հիշացնեմ, ամառա պահածո սարքեք։ Սարդարանը մի օգտագործեք։ Կամ հաշվի առեք, որ վաղը լույսը չի լինելու։ Կարող է լույսը չլինի։
Ամերիկացին ամեն ինչ կանի դրա համար։ Այն օրը գնացել եմ կներես մսի խանութ։ Մսի խանութի տերը իմ քաղաքական ապոզիցիան է։ Իմ դիրքը տանել չի կարող, բայց լավ մարդ է։ Ես մտնում եմ, ասում եմ Թակուի ջան, այս անգամ ինչ էիր ասում։ Դու նայում ես հաղորդումներդ։ Հիմա իր գնորդներից մեկը մտավ բանակցությունների մեջ մեր։ Ասեց չէ, ես Եվրոպամետ եմ, ես բանը, իմ ամեն ինչը եվրոպական է։ Ասում եմ, ես շապիկը տել է եվրոպական, հա, ասում ամերիկյան է։ Ուրեմն մենք ինչքան տգետ դարձանք, Եվրոպան որ Եվրոպան, ես հարցրեցի ձեր գլոբուսի վրա այդ ամերիկյան մայրցամաքում է Եվրոպան նկարած։ Երևի ամերիկյան Եվրոպայի մասին է խոսքը։ Կամ եվրոպական Ամերիկայի։ Գիտես գրագիտությունը կարևոր բան է, էլի պետք է։ Ո՞զ ֆրանս պետք է։ Իսկ դա մանկուց է պետք տալ մարդկանց։ Տիկին Ավետիսյան, այսօր Հայաստանը ինչպիսի ընթացքի մեջ է այս աշխարհաքաղաքական լավայի մեջ։ Ես չեմ կարծում, որ ընթացքի մեջ է։ Դոփում է, որովհետև դուրսն է այս հարցը լուծվում։ Դուրսն է լուծվում, Հայաստանի հարցը դրսում է լուծվում։ Իհարկե։ Դու ի՞նչն է Հայաստանում լուծվում։ Ինչ։ Մեր բռնավորների հարցն է լուծվում Հայաստանում։ Մեր եկեղեցին կարողանանք ցանկ որոշ ժամանակով պաշտպանել, բայց սրանք չեն հանգստանա, չէ՞։ Սա խախանդավոր են, չէ՞, իշխանության մեջ։ Իրանք չեն հանգստանա։ Իրանք նորից կուզենան վրա երթի ենթարկել։ Քանի գնում է պատերազմը, մենք պետք է հետևենք, քանի գոլը տեղ խփեցին, քանի գոլը տեղ խփեցին։ Ինչքան հետևենք։ Մենք պետք է համախմբվենք։ Մենք շատ կարևոր է այդ։ Գիտես ինչ, մարդիկ համախմբվում են գաղափարի շուրջ։ Առանց գաղափարի չենք կարող համախմբվել։ Քանի ունենք մենք շատ հարուստ եւ շատ աղքատ, չենք կարող համախմբվել, որովհետեւ աղքատը նախանձում է հարուստին, հարուստը անտեսում է աղքատին։ Այս բոլորը պետք է հաշվի առնեն։ Կապիտալիզմը դրա համար է, որ մարդկանց իրարից բաժանի։ Տիկին Ավետիսյան, ստեղծված ծանր իրավիճակից դուրս գալու համար սովորաբար երկրները, պետությունները փորձում են առաջին հերթին վերականգնել իրենց թույլ ավերված երկրի պաշտպանությունը։ Մենք այսօր մեր երկրի պաշտպանությամբ զբաղվում ենք, թե բարձրաթողի վիճակում է։ Ես կարծում եմ, որ պետություն ասածը աշխատում է թույլացնել։ Մեր գիտնականները, մեր ռազմական սաղսալամատ մնացած գործիչները փորձում են ինչ-որ բաներ ստեղծել։ Այսպես է վիճակը։ Մենք այսօր ունենք ժամանակ, որպեսզի վերագտնենք մեզ, դուրս գանք այս աղետալի իրավիճակից, թե չենք գիտակցում անգամ։ Գիտես ինչ, երբեք ժամանակը չի հերիքում, եւ ժամանակը միշտ էլ հերիքում է։ Այդպես է, երբ որ դու պատրաստվում ես պատերազմի, մեկ էլ ասում ես 10 օր հետո սկսվեր էլ, էսը վերջացնում է արդեն, կամ հակառակը։ Իսկ ում ենք սպասում, որքան պետք է զոհեր տանք, տարածքներ կորցնենք, որ ասենք հետևյալ տողերը, որքան։ Դա փակ օղակներում պետք է քննարկվի, որովհետև հայ տղամարդիկ պետք է հիշեն, որ տղամարդ են։ Իսկ տղամարդ լինելը դա պատասխանատվության շատ բարձր զգացում է, թե սեփական ընտանիքի, թե ընկերական շրջապատի, թե սեփական երկրի համար։ Այսպես եթերից դրա մասին խոսելը անիմաստ է։ Իրանք պետք է պարզապես վերջացնեն, վերջ տան այս ցինիզմին, որը շատ տարածված է։ Դրա մասին պետք է խոսենք։ Հա, այդ ցինիզմը սպանում է։ Թույն է։ Հա, լավ էլի, հայը, նու պագադին էլ հայ է, այդպես բաներ ունեն, չէ՞ ասում են։
այնպիսի տպավորություն է, որ կարծես թե ազգովի ինչ որ մի մեծ փոփոխության ենք սպասում, ազգովի մի հրաշքի ենք սպասում, փորձում ենք աղոթել, չգիտենք, այդ աղոթքները որքանով են իրական, որքանով են Աղոթքը տղամարդու բան չի, լավ, հա։ Չէ, ամբողջ համացանցը աղոթքի մեջ է։ Չէ։ Գիտես ոնց, ես օրինակ հարցնում եմ, խոսքի վրա բռնում եմ Բայց նաև մարդկանց։ ասում են, որ տղամարդու աղոթքը ավելի ուժեղ է, քան կնոջ աղոթքը։ Պետք է անապատ գնա տղամարդը, որ իր աղոթքը ուժեղ լինի։ Այսինքն հայ տղամարդիկ աղոթքի հնարավորություն չունեն, քանի որ անապատ չունենք։ Ինչի անապատը բնական անապատ չի։ Մովսես Տաթևացին երբ որ եկավ Երևան, անապատ գիտես որտեղ կառուցեց, որտեղ հիմա զորավոր Աստվածածին եկեղեցին, հա։ Այդտեղ երկու հացած բան սարքեցին, բուդկա իրեք բաներով մենավորներով մտան այդ անապատը դա է։ Այսինքն մենք ունենք անապատներ, ձեր ասած։ Իհարկե, հա, ուղղակի բան է, երբ որ աղոթում ես դու ազգիդ համար, դու դառնում ես ազգիդ մեղքերի կրողը, ու դու ենթարկվում ես հարվածների շատ ուժեղ։ Դրա համար դու պետք է մեկուսացված լինես, որ քո վրա չհարձակվեն։ Իսկ կանայք այդպես չի, կանայք պետք է աղոթեն։ Իրաց որդիների համար, ամուսինների համար, եղբայրների համար, ազգի համար։ Տիկին Ավետիսյան, այսօրվա մարդկային համակարգին ինչպիսի անուն կտաք, սա հակամարտկային համակարգ է, որի միջով մենք պետք է անցնենք եւ սա օրինաչափ է։ Համակարգ չի, ցավը это հոգուտ մատաղ, համակարգ չկա։ Էս իբր թե կապիտալիզմը, սա նախ կապիտալիզմ չի, ինչը մեր մոտ կատարվում է։ Համակարգ է, չէ։ Չէ, համակարգ չի, չէ։ Անհամակարգված ենք ապրում։ Այո։ Ոնց պատահի։ Իսկ մեծ խաղացողները ինչպես են թողել նման վիճակ, ոնց կարելի է անհամակարգված ապրել, չէ՞ որ նրանք նպատակներ ունեն։ Հա, Այդ քաոսը ստեղծելն է նրանց նպատակը։ թվարկեմ են երկրները, որտեղ ոչ մի համակարգ չկա։ Հայցին քեզ օրինակ, որը բարգավաճ երկիր էր ընդամենը 70 տարի առաջ։ Վերցրեցին միջից համակարգի ձողը անեցին։ Աղքատ անապագա երկիրը։ Ալիևը ինչու է վախենում Հայաստանից եւ հայերից, Տիկին Ավետիսյան։ Ալիևը վախենում է, որովհետև ինքը այսօր իր հեղինակությունը ստեղծել է հայերին ճնշելու հիման վրա։ Հիմա եթե հանկարծ չստացվի հայերին ճնշելը, հայերին զավթելը, всё, իր թուրք ժողովուրդը իրեն վրա կտա, իրանք այդտեղից բան կանի։ Ես պատմել եմ երևի, որ սերբերի հետ ընդհանուր բաներ ունենք շատ։ Հիմա այն օրը մի հատ Ղազախի եմ լսում, ասում է Այդ սերբերից լեզուն այդ տարօրինակ է, ասում է, օրինակ, они называют дом куча։ Բայց ի՞նչն է։ Քուչան է։ Սերբերը շատ հայ են։ Մեկ կան ազգեր, որոնք գիտեն, որ իրանք հայ են։ Բանը Կուշտուրիցան իրաց հանճարեղ ռեժիսորը։ Անցյալ տարի Մոսկվայում հավաքվել էին, մերոնք էլ էին գնացել, այդտեղ չեմ հիշում ինչ առիթով։ Մեկը իրան մոտեցավ ժուրնալիստներից, ասեց Հայաստան երբ եք գալու, ասեց դե պետք է գամ, մենք հայերից ենք ծագել, Կուշտուրիցն ասել է։ Քուչա։ Ես սերբերի հետ աշխատել եմ, իրանք լավ ժողովուրդ են շատ։ Գիտես ինչ, շատ աշխարհում հնարավոր է համապարփակ երջանկություն։ Եթե ամեն ինչի հիմքում փողը չլինի։ Ինչքան ուզում են թող խրխնջան սովետի վրա, իրան ասեն ցավոք, բայց իրականում մենք հրաշալի կրթություն ենք ստացել անվճար։ Մեր ծնողները ստացել են բնակարաններ անվճար։ Մենք համալսարանում սովորել ենք անվճար մի բան էլ թոշակ ենք ստացել։ Հիմա երբ որ փորձում են
փչացնել այդ տպավորությունը, հա, ասում են կաշառքով էր բնով էր, սուտա, կային կաշառակերներ, իհարկե կային, հիմա վերցրու ցանկացած համակարգ մեջը փչացած հանգույցներ կան, բայց դրա վրա չէր հիմնված, եթե դրա վրա հիմնված լիներ, Ստալինի որդին գերությունից դուրս կգար Գերմանացում։ Եթե դրա վրա հիմնված լիներ, հայտնի մարշալը չէր աքսորվի Օդեսա, երբ որ Գերմանիայից ավար բերեց իր հետ։ Եթե դրա վրա հիմնված լիներ, օրինակ Քոչինյանին, հա, հետևից սկսեցին բամբասել, ուզում են իրան հանել արդեն, սկսեցին բամբասել Անտոն Բրիլյանտովիչ, Երվանդովիչ էր։ Լավ հանեցին։ Մեր հողամասի կողքին էր իր հողամասը։ Առավոտվանից գիշեր մարդը ծառ էր տնկում, մշակում էր հողը, ծաղիկ էր ցանում, բանջարեղեն էր ցանում։ Իսկ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ տղան մի օր լազարետից դուրս չեկավ։ Առավոտվանից գիշեր վիրահատում էր։ Այդ նման է կաշառակերի կերպարի։ Մարդու շատ հեշտ է բան անել, սևացնելը, համակարգին հեշտ է սևացնելը, երբ որ կա նպատակ, այդ համակարգը վերցնել ու լափել։ Տիկին Ավետիսյան, որ ուժերն են պաշտպանում Հայաստան աշխարհը։ Վերին ուժերը հաստատ պաշտպանում են։ Աչքաթող չեն անում մեզ։ Մենք ենք աչքաթող անում մեզ։ Մենք մեզ աչքաթող ենք անում։ Մենք ծուլացել ենք, մենք դարձել ենք շահամոլ, դատարկ, ինչը մեզ չի սազում, որովհետև մենք կարող ենք լինել հանճարեղ։ Այդ ինչի ոչ մի օպերա չծնվեց կամ բալետ։ Այդ ինչի Տիգրան Մեծի 23 օպերաներից մեկը չբեմադրվեց։ Օպերայի եւ բալետի թատրոնի ղեկավարները ինչի էին թափվել Էջմիածին վեհապարին պաշտոնանկ անելու համար, փոխանակ գնային Տիգրան Մեծի օպերան բեմադրեին։ Հավանաբար ինքնության ճգնաժամի մեջ էին։ Իրանք։ Այո։ Դե հիմա թող փնտրեն իրանց ինքնությունը, вообще կարող է ուզբեկ են իրանք։ Կարծես թե այնպիսի տպավորություն է, որ այսօր Հայաստանում ապրող քաղաքացիները, մարդիկ ինչ որ ձևով ինքնության ճգնաժամի մեջ են, տոլերանտ վիճակում են, անորոշության մեջ փորձում են մեկը մյուսին վիրավորել, փորձում են ամենակարևորը, որը շատ թշվառ է, փորձում են հայրենասեր խաղալ։ Նա ճիշտ հակառակը, հայրենասերներին բան ծաղրուծաղակի են դարձնում։ Հա, որը որևէ հայրենասիրական քայլ չի արել, բայց կարող է շատ անպագորգոր ձևով խոսել հայրենասիրությունից։ Արեք, գիտես ինչն է վատ։ Հրաշալի ժողովուրդ է։ Մենք հրաշալի ժողովուրդ ենք։ Մենք ունեցել ենք հրաշալի դերասաններ։ Հիմա ես նայում եմ մեր կլիպները, ես ինչա, ոնց որ բանը գնչույի սարքացելն է, բանը երկնապնակը, գեշ, զռ, դերասանները, անմակարտակ, ուղղակի մայմուն, տեքստը գրել է 6-րդ դասարանի կրթությամբ մեկը երևի, ոչ միտք կա, ոչ հումոր կա, ոչ մի բան չկա։ Ինչպես է այդ ամենը տեղ գտնում, քաջալերվում, ծափահարում եւ հավանությունների արժանանում։ Դե ձուկը գլխից է հոտում։ Ես օրինակ շատ Մեր ձուկը հոտած է։ Չէ, մեր ձուկը լավն է, բայց գլուխը արջին տալու է։ Արջերն են ուտում հոտած գլուխը։ Այսինքն գլխի խնդիր ունենք մենք։ Այո, մեծ խնդիր ունենք գլխի, շատ մեծ խնդիր ունենք։ Այդ գլխի խնդիրը լուծելի է, լուծելի չի, Իհարկե մոտ լուծելի է։ ժամանակներում երբ Դե գիտես ինչ, եթե կեղտ չի մեր ընդդիմությունը, եթե թատրոն չի,
թող ինքը անցնի գործի, օրինակ որքան պատկերացնում եմ սեպտեմբերին։ Մեր ընդդիմությունը ինքնագործունեության թատրոնի նման է։ Քանի անգամ ժողովուրդը ամբոստացավ կանգնեց, ընդդիմությունը փախավ։ Իշխանությունը իր հերթին է խոսում, ընդդիմությունը իր հերթին է խոսում, փորձում են բոլորը ծրագրեր առաջարկել երկիրը այս վիճակից հանելու համար, մարդկանց մի մասը հավատում է այս կողմին, մի մասը հավատում է այն կողմին, երկու կողմերը հայեր լինելով իրար դեմ են դուրս գալիս, նրանք աշխատավարձ են ստանում, որոշումներ են ընդունում եւ հասարակ քաղաքացու վիճակը մնում է անփոփոխ։ Գիտես ինչ, հասարակ քաղաքացին պետք է զբաղվի իր գործով։ Ինքը եթե տանը երկու մանուշ ու վերգուշ խոսում են քաղաքականությունից, դրանից չի դզվում այդ հարցը։ Տիկնավետության քաղաքում որքան շենքեր կան, ամեն շենք ունի իր տաղավարը Բաքում։ Տաղավարում այնպիսի համաշխարհային մասշտաբի հարցեր են քննարկում։ Այո, հայկական է։ Եվ այնպիսի տեսակետներ ու վերլուծություններ կարելի է լսել այնտեղ։ Ու այնպիսի հստակությամբ են ասում, ոնց որ նրանք հանդիպել են Թրամփի հետ, Մակրոնի հետ սրճել են եւ Պուտինի հետ գնացել են գազանանոց։ Իրանք դա հայկական սինդրոմ է։ Գիտես բանը ով էր ասում մի հատ գերմանացի մեծ փիլիսոփա էր, ասում էր մեծ ազգերը նայում են հեռու։ Շատ հեռու ենք նայում։ Մենք շատ հեռու ենք նայում, որովհետև մենք շատ մեծ ազգ ենք։ Մենք փոքրատիվ ենք, բայց շատ մեծ ազգ ենք։ Իսկ չի կարծում, որ մի քիչ չափից ավելի շատ հեռու ենք նայում, որովհետև սխալները շատ է։ Երկիրը մեր սեղմվում է։ Մենք այստեղ մեզ վերանայելու հարց չկա, մեր տեսողությունը վերանայելու։ Սեղմում են ու բան թրաշում են։ Հավանաբար դա երևի շատ հեռուն ենք նայում, դրա համար է այդպես։ Չէ, դրանից չի։ Կարող է իրատեսության շրջանակից ենք։ Հայերը միշտ այդպեսին են եղել։ Հային շատ է հետաքրքրում աշխարհը, որովհետև ինքը այս աշխարհը ինքն է հիմնել։ Այլապես ինչի է բողոքում, եթե նորմալ է։ Այդ եմ ասում, հայը պետք է զբաղվի գործով։ Ուրեմն Միացյալ Նահանգներում այս տարի վաճառել են տիրանոզավրի բան կմախք։ Կմախք գտել էին 4 տարի առաջ եւ 67 միլիոն տարեկան։ Եվ վաճառել էին 44 միլիոնով։ Հիմա առնողը վերցրել է IT ծրագրերով, մշակել է, թե այս դինոզավրը եթե ձեն հաներ, ոնց գլուխը կբարձրացներ, ոնց կգոռար, եթե թռներ, ոնց կթռներ, եթե լողար, ոնց կլողար, ամբողջ փաթեթը սարքել է ու վաճառել է արդեն 50 միլիոնով։ Դա շատ հայկական մոտեցում է։ Ես չգիտեմ ազգությամբ ովքեր են արել դա, բայց դա շատ ճիշտ մոտեցում է, դու վերցնում ես մի բան, անում ես ներդրում եւ բերում ես կատարելիության, հետո դրանից շահույթ ես ստանում։ Ավելի բարձր արժեքով վաճառելով։ Շատ դուրս եկավ այդ բանը։ Մենք կարող ենք դա անել, միշտ ամեն հարցում։ Դա մեզ նման է։ Փոխանակ նստենք ու տրտնջանք, կամ հիասթափվենք, կամ փախնենք այն վայրենիների մոտ, մենք պետք է դա անենք, զբաղվենք գործով, մինչև պատմական պահը գա եւ մեր ֆիզիկական մասնակցությունը անհրաժեշտ կլինի։ Շնորհակալություն Տիկին Ավետիսյան, ձեր խոսքը մեր հետևորդներին, որոնք ձեզ ուշի հետևում են եւ ակնկալում են ձեր լուսավոր խոսքը։ Համեցեք։ Հայեր ջան, բաժանորդագրվեք, ինչ կլինի։ Դրա մասին չի խոսքը, ձեր լուսավոր խոսքի մասին էր։ Իմ լուսավոր խոսքը դա որ բաժանորդագրվեք, որ վաղ ուրիշ մասշտաբի ծրագրեր կարողանանք մենք իրագործել այդ մեկ։ Երկրորդը ես խնդրել էի, որ Շեքսպիր կարդաք անցյալ տարի, անցյալ անգամ։ Պետք է առաջարկենք մեր հետևորդներին։ Դու պատրաստված եք եկել, իսկ ես ավաղ մոռացել էի, ներեցեք։ Ով որ կարդացել է, մի երկու տող գրեք, կամ գոնե մի հատ մի բառով գրեք։ Ինչ են հասկացել, ինչ տեսակետներ ունեն, որ մասն է եղել, այսպես ասած, չհասկացված։
Ես որպես բան վարժապետ ինձ հետաքրքրում է էլի այդ կապը, երբ որ ես բան եմ խնդրում անել, անում եք թե ոչ։ Այս անգամ Նարնիայի տարեգրությունը բաղկացած է 6 վիպակից։ Միասին է ծավալուն։ Եթե շատ մեծ է ծավալը, առաջի 2 վիպակը կարդացեք, մեծ հաճույք կստանաք, չնայած դա բանը դեռահասների համար է գրված, բայց ես նորից կարդացի այնքան հովես բան էր, շատ լավն էր։ Մենք Արեգի հետ պատրաստ ենք ձեզ ծառայել, ինչ հարցեր լինի, մեկնաբանել, բացել, փակագծերը, ինչպես Արեգն է ասում, բայց ես խնդրում եմ, կարդացեք, գիրք կարդացեք, դա ձեր հոգին կդարձնի զվարթ, ձեր կյանքը կդարձնի հետաքրքիր, առանց դրա արդարությունը չի գա, արդարությունը ինքն իրան չի գալիս, մենք ենք բերում մեր գործերով։ Շնորհակալություն Տիկին Ավետիսյան։ Մեր հանդիպումները շարունակական են, մենք ունենք հատուկ օր, այդ օրը հանդիպում ենք եւ մեր հետևորդներին ներկայացնում ենք այն ամենը, ինչ կատարվել է շաբաթվա ընթացքում եւ իհարկե այն ամենը, ինչ կուտակված է ձեր ամբարներում։ Հետաքրքիր ձևով, գիտելիքների ձևով ներկայացում եք։ Ամենայն բարիք ձեզ, կհանդիպենք մեկ շաբաթից։ Ապրես, շնորհակալ եմ։ Այսպիսին էր այսօրվա տեսլականը։ Հյուրս հայագետ, գրող, հրապարակախոս, թարգմանիչ Լիա Ավետիսյանն էր։ Շնորհակալ եմ ուշադրության համար։ Բաժարտագրվեք մեր ալիքին, հաղթանակ եւ խաղաղություն հայոց աշխարհին։